Աշխարհի հայր Facebook-յան էջը գրել է. «Մայր աթոռի Սաշիկը, ժողովուրդ ջան, կաթողիկոսի աթոռը զբաղեցնող Կտրիշ Ներսիսյանի ձևավորած բարքերի մասին շատ է խոսվում, բայց այս մեկը իրոք արդեն վերջն է։ Ուրեմն Մայր աթոռում գոյություն ունի վարչատնտեսական բաժին, որը ղեկավարվում է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մարդը լրիվ եկեղեցական Սաշիկն է։ Սա Կտրիշ Ներսիսյանի գիտությամբ եկեղեցու կարիքների համար թանկարժեք իրեր պատրաստող արծաթագործներից պարտադիր պահանջում և ստանում է այսպես կոչված ադկատներ, ժողովրդի լեզվով ասած փա է մտնում, իսկ այն արծաթագործներին, ովքեր հրաժարվում են Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին փայ տալ, այցելում են քրեական աշխարհի ներկայացուցիչներ և գեղեցիկ սպառնում, որ Մուշեղին փայ չտալու դեպքում նրանց համար վատ կլինի։ Մասնավորապես Արտաշատ համայնքում բնակվող և ՀՀ-ում լավագույն արծաթագործներից համարվող Գեղամ Իշխանի Բադալյանը երկար տարիներ արծաթե իրերի, այդ թվում եկեղեցական պարագաների պատվերներ է ընդունել Մայր աթոռից, որոնք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին-բեի կողմից նվիրվել են նաև օտարերկրյա բարձրաստիճան հոգևորականների։ Մայր աթոռից ստացված պատվերների համար Գ. Բադալյանը երկար տարիներ պայմանագրեր է կնքել նախկին լուսարարապետ, Մայր աթոռի ներկայիս վարչատնտեսական բաժնի պետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի միջոցով, ով այդ հանգամանքը շահարկել է և յուրաքանչյուր գործարքի համար նախապես համաձայնեցված գումար է պահանջել ու ստացել Գեղամ Բադալյանից, իսկ երբ Գ. Բադալյանը փորձել է հրաժարվել M. Բաբայանին ադկատներ վճարելուց, M. Բաբայանը հայր Սահակ Շաքարյանի, հայր Դանիել Թումանյանի և Երևանում բնակվող քրեական եթամշակույթին հարող անձնավորության հետ այցելել են Գ. Բադալյանի բնակարան և նրան զգուշացրել, որ եթե հրաժարվի նախկինի պես իրենց հետ աշխատել, ապա դա կարող է վատ ավարտ ունենալ նրա որդու համար։ Այս ամենի վերաբերյալ տեղեկությունները Գ. Բադալյանը գրավոր ներկայացրել է Գարեգին-բեին, ով անցանկալի հանրային արձագանքներից խուսափելու համար հանձնարարել է, որ 2024 թվականի սկզբներից Գ. Բադալյանի հետ կապված գործարքները իրականացվեն ներկայիս լուսարարապետ հայր Անանիա Ծատուրյանի միջոցով։